դիաճողի, այսպես չեն ամպարիշները, հաբա մղերի բես զորհովը գծրվե, ասոր համար ամպարիշները Դադաստանի մեջ պիտի չգրնան գենալ, ոչ արմեղավորները արդարներու ժողովքի մեջ, բասնզի դերը կճանչնա արդարներուն ճամպան, բայց ամպարիշներուն ճամպան պիտի որսվի։ Իխնդրեմ, որ բոլորս ոտքի վրա ալանք և մեր երկարաններու ետևի գտնված բաժնին թիվ 5-րդ հատվածը պարապանություն ուղղատարած կերպով պիտի գարտանք և այդքի վերջ աղոտքով պիտի շարունակենք։ Ով իմանցս օրդնեդեր, այն ամենը, որ իմ ներսիտիս է, անոր սուրբ անունը, ով իմանցս օրդնեդերը, անոր բոլոր բարյարությունները մի մոռնա, որ կկավե բոլոր անարորդությունները ու կբժշկեք ու բոլոր հիվանդությունները, որ կփրկեք ու կյանքը կապականություններ և կպսակեք զողորմությունով ու գթությունով, որ գլեցնեք ու ձերությունը բարությունով ու կումանգությունը արձիվին բես կնորոգվի, վերապարություններ ու իրավունքներ կներ բոլոր զրծվածներում, անիգայր ճամպաները Մովսեսի ճանցուց ու իր գործերը Իսրայելի որդիներում, բարեգութ ու ողորմած է Տերը, երկայնամիտ ու առատ ողորմությունով, անիգա մինչև վերջը չհագարագիր և հավիդյան ողջ չբահեր, անիկա մեր մեղքերուն ամենատ չրավ մեզի, ու մեր անօրենություններուն ամենատ հատուցում չրավ մեզի, հապա որչափ որ երկինքը երկրեն բարձր է, այն չափ իր ողորմությունը իր մեր բացողներուն վրա զորավոր է, որչափ որ արևելքը արևմուտքեն հեռու է, այն չափ հեռացուցեց մեր հանցանքները, ինչպես հայրը կգտա իր որդիներուն վրա, այնպես ալ դերը կգտա իր մեր բացողներուն վրա։ Բասնզյան գիտե մեր կազմվածքը, կհիշե որ մենք ով ենք, Մարդուն օրերը խոդի պես են, ինչպես դաշտի ծաղիկը, այնպես կծաղկի։ Բասնզի ողորմային դարձի, մանավուր չչանա, և ալանորդերը չչանա։ Բայց Տերոջը ողորմությունը Հավիդյանը Սավիդենից իր մեր բաղցողներուն վրա է, անոր արդարությունը որդված որդիներուն վրա։ Անոնց վրա է, որոնք կպահեն անոր ուխտը և հիշեն անոր պատվիրանքները ու կկատարեն։ Դեր իր աթորը երկինքի մեջ հաստատեց, անոր թագավորությունը ամենուն վրա կդիրե։ Օրհնեցեք Տերը, ով անոր վեճտակները, որ ուժով զորավոր է, որ անոր խոսքին ձայնը լսելով իր հրամանը կկատարեք։ Օրհնեցեք Տերը, ով անոր բոլոր զորքերը, անոր գամքը կատարող պաշտոնյաները, անոր դերությանը ամեն ներերու մեջ, որ Տերը ով իմացս։ Այդ խոսքերը ողնետերով մանզս շատ լավ երկը գիտեք, չէ? Շուտ վայ երկ և միշտ ենք խնդրում Տերը օրհնում մեր անձը։ Իսկ մի արց, մենք օրհնում ենք Տիրոջը, մենք էլ օրհնենք Տիրոջը, մենք ենք բարձրացնենք օրհնություններ։ Փառք ենք տալիս քեզ Տեր մեր Աստված, շնորհակալ ենք, որ դու ես մեր Տեր և Փրկիչը։ Շնորհակալ ենք, որ խնդրում ենք քեզ մեր խնդանքները, մեր սրտի ցանկությունները, մեր դժվար ճանապարհները, ամեն ինչ մեջ մոտենում ենք քեզ Տեր իմ Աստված, խնդրելով, որ դու օրհնես մեր անձը։ Շնորհակալ ենք Տեր քո եկեղեցու համար, որ տարածք մեջ ենք հավաքվել, փառաբանելու, երկրպագելու, երգելու գեղեցիկ երգեր, բարձրացնելով բուրմունք քեզ Տեր իմ Աստված, որ հաճելի լինի քեզ համար։ Շնորհակալ ենք այն ինչ որ դու կատարեցիր քո զավակդ Հիսուս Քրիստոսի միջոցով խաչապայտի վրա, որ մենք հույս ունենք եւ ապրում ենք քեզ համար, ընտրելով քո դեմ քո օրեր։ Տեր Փրկիչ, բարձրացնում եմ Տեր իմ Աստված այս ծրարը, որի մեջ աղոթներ կան, որի մեջ ծրար թղթեր կան գրված,
Հավատքով դնում ենք Տերիվ խնդրում ենք հո մեկ հպումը, խնդրում ենք Տերիմ Աստված, որ դու բժշկես, դու կատարես հրաշքներ, գործեր ամեն մեկիս կյանքի մեջ եւ խնդրում ենք Տերիմ Աստված, շարունակ ինչպես մենք վկայություններ ենք ներկայացնում, թե ինչ գործեր ես դու անում մեր մեջ, մեր միջոցով, մեր կյանքերի մեջ շարունակ կատարես այդ բաները հիշելով Տեր մեկ հարկույր քրոջի զորացնես, հիշելով Եղիշ եղբորի բոլորը Տերիմ Աստված անցկացնում են տկար պահ իրենց կյանքի մեջ, թե ֆիզիկական, թե ամեն տեսակետից։ Դու գիտես մեր ամեն մի կարիքները, դու գիտես մեր ամեն մի դժվարությունները, փորձերը, Տերիմ Աստված, մեկ հպում բավարար, շնորհակալ ենք, թե դու ով ես մեր կյանքի մեջ, թե ինչ գործեր ես անում, թե ինչպես մեզի վերցեցիր աղբի մեջից եւ մաքրեցիր քո արյունով եւ մենք այսօր քեզ կոչում ենք հայր, մեր Աստված, մեր Փրկիչը։ Շարունակ Տեր մենք խնդրում ենք, որ մեր սահմանները հայրենիքի պահպանեն ես, որ հեշտակներով արձակես բոլոր, որտեղ պետք է Տեր, դու գիտես ամենը ինչպես միշտ ասում։ Տերիմ Աստվածս ոչ միայն մեր սահմանները, այլ մեր հոգևոր սահմանները, մեր հոգևոր կյանքը, թե հայրենիքի եկեղեցիները, որ արդեն իրենց եկեղեցի ժամը ավարտել է, թե այսօր, որ շատ տեղերում արդեն սկսել է, օրհնի բոլոր եղբայրներին, որ քո խոսքն են մատուցում, օրհնի բոլոր ծառայողներին ամեն տեղ, շնորհակալ ենք Հայր Աստված, ու ամեն գործերը քո ողորմությունը, քո շնորհը մեր կյանքի մեջ։ Եվ այս պահին Տեր, այս ժամը, այս պահը հանձնում ենք քեզ, խնդրելով քո ողորմությունը, օրհնես մեր անձը Տերիմ Աստված։ Հիսուս Քրիստոսի անունով այս ամենը, ամեն։ Ամեն։ Բարի լույս, մեր Հայր Աստված այսօր մեզ ողորմեց այսօր ևս և իր տան մեջ լինելով, եկեք օրհնենք իրեն, հարաբանենք, ինչպես արդեն կարդացինք և աղոթեցինք և միասնաբար եկեք մեր Հայրը գովենք, պաշտենք, հարաբանենք, միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, պաշտենք մեր Հայրը։
Ուզեմ 95-րդ Սաղմոսից մի քանի տողեր կարդալ ձեզի. Եկեք ցնծություն ունենք Տերոջ առջև, աղաղակենք մեր փրկության բեմին, գոհությունով անոն երեսին առջև գան, սաղմոսներով աղաղակենք անոր, վասնզի Տերը մեծ Աստված է ու բոլոր աստվածներում վրա մեծ թագավոր։ Մեր Աստվածը, մեր Տերը, մեր Ստեղծիչը մեծ Աստված է եւ մենք մեծ ակնկալությամբ կարող ենք Տերոջ գալ եւ նաեւ մեծ բաներ խնդրել եւ Տերը իր կամքի համաձայն մեզ պիտի շնորհի այդ օրհնությունները, ինչպես արդեն այդ մեծ գործը կատարելով իր կյանքի որդուն կյանքը տալով մեզ փրկեց Փառք Հիսուսին։ Ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու։
Աստծուն շարունակենք այս օրհնյալ երգերով օրհնվել եւ օրհնել, մեծարել եւ կրպակել մեր Աստծուն։ Մեծ է մեր Տեր, արդար եւ հավանարին, մեր Տերոջը նման չի։ Ինչ մեծ ես դու, սուրբ ես Տեր Աստված, հաջորդ երգը երգենք։
սրբացնեն։ Body Lewis. Today I will be reading from Romans chapter 12, verses 2. I like this verse because it talks, let me read the verse. Do not conform to the pattern of this world, but be transformed by the renewing of your mind. I like this verse a lot because it talks about not letting the world shape who you are. Today there's a lot of people trying to seek approval, trying to fit in or follow trends. This verse reminds us that real transformation starts in the mind. When we focus on God and renew the way we think, it changes the way that we live, the decisions we make, and the kind of people that we will become through God. Instead of following the world, we should focus on God. We should focus on who God truly made us to become. Now, before I pray, I would like the brothers to come on the stage for the offering. Jesus parking շնորհակալին որ մեզ արժանացնել ես այսօր Տեր, աղոթում եմ ինչ որ գործ կամ դպրոցի կապանց բաներ կարաս մեզ օգնես Տեր, աղոթում եմ ով որ հլկես չի ընդունել Տեր կարաս օգնես որ այդ ճիշտ ճամփայի վրա մնան Տեր ու քեզ գտնեն, աղոթում եմ այս պատերազմներն կարաս կտրես Տեր և աղոթում եմ Հայաստանին է կարաս օգնես բոլոր աշխարհին է կարաս օգնես Տեր Հիսուսի անունով ամեն Բարի լույս բոլորին։ Մենք գաբր առաջին անգամ ենք ուկա, եկեցի միասին դերը բաշտելու։ Գիտեմ, որ մեկը գա, ուզեմ ծամրտանալ, ծեր անունը։ Անուշ Սաֆարյան։ Բարուշ։ Մանուշ։ Վանուշ։ Վանը Անուշ։ Շատ անուշ։ Բարի ես եկած։ Արմատներս Վանից է, իմ անուն դրել եմ Վանուշ։ Ահա։ Եվ դղայի անուննա դրել ես վայ։ Այս անունն վայ։ Բարի ես եկած։ Արվեստով շատ զորավոր իրեն մասին ես լսած եմ։ Ուրախ ենք, բարի ես եկած, Տեր օրհնեք ես, ուրիշ մեկը գա։ Բոլոր դա բարի եկած դրոջունը։ Մեկ հայտարարությունը, եթե կարելի է։ Անցյալ գիրակի հայտարարեցի, որ ամսուն 31-ին, որոնք որ հագուստներ ունին, որ ուզենք Հայաստան գրգեր, հոս բերեք ամսուն 31-ին, գիրակի օրը, բայց եկեղեցին վերջանալեն վերջա ավտոյեն ներս բերեք։ Որբեսի շաբաթ օրը ամսուն 6-ին երասարտները հոս պիտի լան։
Ժամը քանիսին։ Բայց առավոտը ժամը 9-ին եղբայրները հոսպիտալը աղոթքի համար եւ նախաճաշի համար։ Բայց եւ ժամը 12-ի ադեն երասանքները պիտի կան, այդ հագուստները որ հոս եկան մեկ շաբաթ առաջ, պիտի դուպերու մեջ տեղավորեն եւ Հայաստան պիտի ուղարկեն։ Ես բավական հագուստներ պատրաստեցի արդ։ Անչափ որ վստահ եմ, որ շատերն ալ պատրաստում են, բայց ամսու 31-ին հետերնիտ բերեք, ավտոյի մեջ թողեցեք, պաշտամունքի ետքը ներս կրեք։ Գլա։ Ստակ է։ Լավ, ներողորտնեցես։ Մենք հայերս խոսք ունենք, եթե մանավանդ մեկի հետ զրուցում ենք և դժվարության մեջ է, շատ անգամ ինչ ենք ասում, ձեզի չշփոթացնեմ, ծանոթ խոսք ենք ասում ենք շատ մի մտածիր կամ մի ներբի շատ, Աստված ինչ է? Աստված մեծ է, չէ? Աստված մեծ է ասում ենք, և շատ անգամ միգուցե մարդիկ ասում են այդ խոսքերը, ուղղակի լավ խոսք, բայց այդ Աստծո մեծությունը իրապես ճանաչողը գիտի, որ այո, Աստված իրոք մեծ է, և իհարկե մի այդ չափսերի մասին չենք խոսում, բայց Աստծո էության մասին ենք խոսում, որ այո, Աստված ամենակարող է, և Աստված ամեն բան գիտե, և մենք կարևոր իրեն վստահենք և հանցնենք մեր հոգսերը և Տերը ամեն բան կկառավարի, ինչպես նկատեցիք, Աստծո մեծության վրա երգեցինք, հիմա անգլերեն երգ ունենք երգելու, միասին անգլերեն, ներեցիք երգ, Միշանի Միշան background, ես էլ ովքեր կա, ներեցիք երգ, միասին երգ։
God be the glory. Բարի Աստծո սիրելիներ, Պանուշ եղբայր, ուրախ ենք, որ մեր մեջ ես, ինչպես Վաչի եղբայրը ասեց, Պանուշ եղբայրը ես իր աշխատանքից ծանոթացա, երբ որ ես տունն էի, Հայաստանի մեջ լավագույն քանդակագործներից մեկն է եղել տարիներով և շարունակում է, հերորդի ձեզ և օգտագործի ձեր գործի իր Աստծո փառքի համար, ամեն, ամեն, փառք Տիրոջը։ Նախքան աղոթքով շարունակելը ուզում եմ կարծելով գիտեք մեր երիտասարդները Արամը եւ Ալեքսանդրը երբ որ խոսքն են կիսվում ես միշտ ուզում եմ ուշադիր լինել թե ինչպես այդ խոսքը մեր նվիրատվության հետ զոհաբերության հետ կապ ունի եւ նայեք Աստծո խոսքը ասում է դուր եւ կտրվի աշխարհը ասում է եթե ունենամ կտամ դա միայն ու միայն կարագնի այն խոսքը որ Ալեքսանդրը մեր հետ կիսվեց renewing of your mind եթե մեր միտքը նորոգված չլինի մենք աշխարհային կմտածենք եւ կասենք չունեմ չեմ կարատամ բայց խոսքը ասում է մեզ հակառակը դա հավատքի քայլ է ոչ թե իրականությանն ենք մենք վստահում այլ ճշմարտությանն ենք մենք վստահում միտքը կազմեց չես կարա առանց միտքը նորոգելու այդպես մտածես եթե մեր միտքը նորոգված չի մենք կմտածենք աշխարհիկ ձևով շարունակ ամեն ամեն Վաչի եղբայրը ասեց որ շորերը հավաքել են կան հայ երեխաների համար Հայաստանում ուղարկելու համար թակույր քույրը ինձի շաբաթվա մեջ հետո խոսում է ասեց որ այնքան շորերը հավաքել պիտակները վրան էսել սել ձեր օգնության կարիք կլինի որ այդ տուփերը չգիտեմ քանի տուփանելու եթե սպոնսոր կանեն թե ինչ ես իմանամ գինը ամեն մի տուփի եթե օգնենք դրանով էլ որ կարողանանք այդ ամբողջ շորերը դա ուղարկելու shipping-ը ամենամեծ բանը կլինի ուղղակի էդի առանձին մի բան որ կարողանանք դասավորենք ամեն ամեն այսօր կիմանամ կասեմ շատ բարի փառք Աստծո աղոթքով առաջնորդվենք փառք ես Տեր իմ Աստված շնորհակալ եմ այս պահի համար որ պատրաստվում եմ Տեր քո խոսքը մատուցելու իմ եղբայրներիս եւ քույրերիս Տեր իմ Աստված առանց քո սուրբ ոգու ոչինչ չեմ կարող անել կատարյալ քո տանիք մեջ քո թագավորության մեջ քեզ մոտ քո սուրբ ոգու առաջնորդությամբ խոսքը թող այսօր մատուցվի թող քո խոսքը զորացնի թող քո խոսքը կառուցի ամեն մեկից ներսից դուրս եւ մենք այսօրվա խոսքը լսելով ավելի աճենք հոգեորապես եւ առաջնորդվենք ընտրելով քո կամքը մեր կյանքի մեջ փառք ու պատիվ քեզ տալով Հիսուս Քրիստոսի զորավոր անունով բոլորս իրարդ ասեցինք ամեն ամեն փառք Տիրոջը Վերնագիրը սիրելիներ այսօրվա Բարձորեն մեկ բառ շնորհ The title of today's message is grace. Something I have not touched base on, briefly here and there, մի քիչ ստեղ, մի քիչ այնտեղ, բայց այս թեման, այս բառը շնորհը չեմ կիսվեց ես այդ շատ։ Միտեղ գրածաշնորհ, միտեղ գրածաշնորհ երկուսն էլ համենայն դեպս այսօր կարևոր է որ ավելի ծանոթանանք այս յուրահատուկ բանը եւ նախքան շարունակելը մի բան կա որ ես եմ ուզում ցույց տամ Արման ջան երկը հա
8-ը։ You don't have to pray a long prayer. One sentence. You don't have to go home and rearrange everything and get good and try to rearrange your business or try to rearrange your studies or try to rearrange your married life. You come just like you are. You don't wait and go home and get some better clothes on so you can be more presentable. Come as you are. This thief on the cross was hanging there naked and bleeding and deserving death. And you know, it's an interesting thing because you see, he didn't have time to join a church. He didn't have time to run and get baptized. We don't know whether he was sprinkled or poured on or how he was baptized. He wasn't baptized. You see, he was saved by sheer grace. And that word grace is a marvelous word in the Bible. It means unmerited favor, something I don't deserve. Something that God just hands me. He gives it to me. I can't buy it. I can't work for it. He gives it. And the opposite to you tonight. The thief on the cross converted to Christ that quick, transformed and changed. Now, it doesn't mean that you become immediately perfect. You're still the same. You're going back to the same family, the same address, the same crowd. But it means that your heart has changed. Your inside has been changed. You're starting in a new direction in your life. It's called in the Bible conversion. And you start by repentance. And repentance means that you acknowledge that you've sinned. You say, Lord, I'm a sinner. I've broken your law. I know I am. And I'm willing to change my whole direction of life. I want you to come in as my Lord and my Master and my Savior. Չեմ կարծում, եթե կարելի է այդ խոսքը Պիլիգրամից լավ ներկայացնել։ Շնորհ, ինչպես Պիլիգրամը ներկայացվեց։ Անարժանի եք, բայց տալիս է այդ նվերը։ What a gift. What a gift. Over 100 times the word grace is used in the scripture. How it's ավելի այս բառը շնորհ Աստծո խոսքի մեջ գտնում ենք։ Ծննդոցից բռնած մինչև վերջ, շարունակ ու շարունակ այս խոսքը մենք լսում ենք։ Տեսնեք խոսքը ինչ ունի։ Ես ընդամենը մի 5-6 հատ համար ունեմ Աստծո խոսքից, որ ուզում եմ տեսնել թե ինչպես Աստված այս շնորհը որ տալիս է մեզ, ինչ է նշանակում մեր կյանքի։ Ինչպես Աստված իր զինվորներին, իր հերոսներին Աստծո խոսքի մեջ օրինակ է ծառայում մեր նմաններին։ Այս օրվա հերոսներին Աստծո թագավորության մեջ, ինչպես է օգտագործում։ Ծննդոց 6-րդ գլխի 8-րդ համարը in the book of Genesis, chapter 6, verse 8, շատ կարճ, շատ արագ, but Noah found grace in the eyes of the Lord. Նոյը, որ իր տապանը արարած սարի գլխին կանգնեց, ասում գտավ շնորհ Աստծո կողմից. He found grace in his presence. Ելից գրքի մեջ Exodus 33:17 30-րդ գլխի 17-րդ համարի մեջ Եվ Տերը ասաց Մովսեսին այս մեկ բան ներկանեմ որ ասացիր որով եթե իմ առջև շնորհ ես գտել եւ ես քեզ ճանաչում եմ ես քո անունով I know you by your name Միայն Մովսեսին չի Սերն ասել եմ սա անցյալում եւ կրկնում եմ նորից հիմա երգ ենք մի հատ երգելու իրար հետ որ ես տարիներով Լաս Վեգասում երբ որ անհայն երեխաների հետ ամառային ճամբարն ենք անում հավաքում ենք բոլորին այս երգը պարտադիր մենք երգում ենք որ իմանան երեխաները երիտասարդները պատանիները ինչ կարևոր է որ Աստված գիտի քո անունը 6 բիլիոնից ավելի մարդ կա աշխարհի վրա եւ Աստված գիտի քո անունը մանուշ եղբայր
Աստված գիտի քո անունը արշակ եղբայրներ։ Ձեր անունը անհատական մեկ գնանք ասեմ, որ նա գիտի այդ անունը եւ նայեք այս երկինչ հետաքրքիր երգա։ Պատկերացրեք Աստված մանրուկը, որ քո անունի մայրդ հայրդ որոշում են, անուն են տալիս քեզ, դու անուն ես տալիս քո տղային, քո աղջկան եւ Աստված գիտի անունը։ Գիտե նախքան քո ծնողները դու որոշել է այդ անունը։ Եվ երկեք այս երգը, որտեղ շատ լավն է, անգլերենով է, բայց նայեք, ինչու ենք մենք այս երգը երգում անհայ երեխաների։ Երկը քարոզում է։ Երկը ինքը քարոզում է։ I have a maker. He formed my heart before even time began. My life was in His hand. He knows my Պատկերացրեք այն զավակները, որ պապա չուներ իրենց կյանքի մեջ։ Այս երգը իրենց ասում է, որ դու ունես, որ դու անհայր չես, այլ ունես դու հայր, որ քո ամեն մի արդյունքը ասում են կտեսել է, եւ երբ որ դու իրեն կանչում ես, նա լսում է։ Ու ներկա է կյանքի մեջ, ներկա է մեր կյանքի մեջ, նա ներկա է ամեն քայլափոխին։ Նա գիտի մեր ամեն մի քայլը եւ երբ որ մենք իրեն դիմում ենք, մենք ստեղծում ենք փոխհարաբերություն այն հոր հետ, որ իր ստեղծագործությունը, որ մենք ենք, ունենա այդ փոխհարաբերությունը, ունենա այդ սերը, այդ ուզումը նա առաջնորդի մեզ այն կյանքը, որ լցված է
լիա զվարճությամբ, խաղաղությամբ, սիրով Տիրոջ։ Ես եմ բառնը, որ դուք ասում եք ամեն։ Հալելույա։ Այո, ես երկը մենք միշտ կերքենք, ու արցունքները թափում են արց ձախ, ովտև սիրտն է սկսում ասարյանել Աստված։ Սիրտն է սկսում Աստված լցնել իր սիրով, երբ բացակայությունը լրացնում է Աստված ինչպես մեզ, այդպես է երեխաների համար։ Նայեք Առակաց 3-րդ գլխի 34 համարը, Proverbs 3:34, you guys can read that. Surely he scorns the scornful, but gives grace to the humble. Հիրավի նա ծաղրում է ծաղր անողներին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս. Gives grace to the humble. Գիտեք ինչ հետաքրքիր բան կա, ես էսի մտածում էի ու բաչը երկու հետ կիսվեցի, երբ որ սենյակում էինք, no grace, no heaven. No grace, no heaven. Առանց Աստծո շնորհքի մենք չենք կարող հավիտենական կյանք մտնենք։ Հայրս իր license plate-ի ռամքի մեջը բան ուներ. No, ճանաչիր, Jesus, no peace. Հետո շարունակությունը no and o, Jesus, no peace. No Jesus, no peace. No Jesus, no peace. Հիմա նույնն էլ no grace, no heaven. Գիտեք որտև ինչու համար, որ մեր ուժերով մենք չենք կարող մտնել հավիտենական կյանք, բարի գործությունով, բոլորս եկամ, հետանոցներն են անում, մեր էության մեջը պետք է բարի գործություն լինի։ Հիվանդներին ինչ է ասում Հիսուս, դու դի այցելեցիր բանտում ասում է, Տեր դու երբ էր դու բանտի մեջ, դու այցելեցիր, որպես այլ դու այցելեցիր անհայտների, որ երբ էր դու այդպես, ինչու որտեղ գտությունը մեր մեջն է, հատկապես հոգևոր մարդկանց համար, բայց դրանով հավիտենական կյանք, no, Աստծո շնորհը մեր վրա լինի։ His grace has to be upon us. By His grace. Ինչ բարի գործություններ կարող եմ անել, Ռաբոնի ասեց երիտասարդը։ What good things may I do to inherit the kingdom? Ասեց ամեն բան ծախի հետևի ինձ, չկարողացավ։ Sell everything and follow me, couldn't do it. Ուզում էր բարի գործությամբ, ինչ լավ բաներ կարամ անեմ, որ մտնեմ հավիտենական կյանք, inherit the kingdom. Ոչ մի բարգություն, ինչքան փող կարամ տամ ասում ես։ No, you can't. It's by His grace, His շնորհով։ His շնորհով։ Ղուկաս 2-րդ գլխի 40-րդ համարը։ Luke chapter 2 verse 40։ Եվ մանուկը մեծանում էր ու զորանում հոգով։ Իմաստությամբ լցված Եվ Աստծո շնորհը նրա վրա էր. God's grace was upon him. Who? Jesus. Հիսուսի վրա էր. Աստծո շնորհը Հիսուսի վրա էր. Even God's grace, even in Jesus' life, even on Jesus, God's grace was necessary. Acts 5:11, Գործարաքելոցի 15-րդ գլխի 11-րդ համարը շատ կարևոր է որ այս բառը մենք լավ ճանաչենք, հասկանանք եւ ինչպես է մեր կյանքի մեջ գործում եւ ինչպես չէ գործում 15:11 գլխի 11-րդ համարը այլ հավատում ենք որ մենք ինչպես եւ նրանք Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ենք փրկվում Տեր Հիսուսի շնորհով It is by His grace that we will be saved not by anything else It is only and only by His grace
որ կարող ենք մենք փրկվել։ Every step you take, ask for God's grace. Իմ աղոթքը Սաղմոս 23-ը ամենավերջը որ գալիս է, ասում է քո շնորհը եւ ողորմությունը մինչեւ կյանքիս վերջ։ Billy Graham-ը որ լսեցինք ինչ էր ասում, գողավազակի մասներ խոսում, որ մեջտեղը Հիսուսն է եւ մի կողմը գողավազակն է, որ ինչ ասեց, ճանաչեց Հիսուսին։ Եվ Աստծո շնորհով նա կարողացավ փրկվի by God's grace, որտեղ ամբողջ կյանքը գողավազակ է եղել։ Եվ դրա պատճառով որ իր ցանածը հնձեց։ Շատ մարդիկ գիտես, ինձ մի անգամ մեկ եկավ, որ երկու քարի արանքին էի ես ինձ գտել։ Մի հատ երիտասարդ կար, տխուր այս պատմությունը, շատ հաջող սկսեց եկեղեցի գալ ինքը եւ տաքարյուն հայրս խնջույք կար Լաս Վեգասում եւ կռիվ է եղել եւ գնացել ա մեքենայի մեջից դանակ ա վերցել եւ մեկին դանակը հարել ա եւ սպանեց այդ մարդուն եւ հիմա բանտում ա տարիներ. This guy is in jail for sticking a knife to somebody, killing, murdering. Եվ հիմա ինձ լուր եկա, որ այս մարդը, որ մահացավ, ստեղ Լոս Անջելեսի ընկերներիցս մեկի ծանոթն է։ Եվ երբ որ բան եկավ, խոսք ասեց, հույս մարդուն չեք այցելում։ Լսեցի, որ ընդեղ հոգևոր մարդիկ այս մարդուն այցելում են։ They're visiting this guy, this murderer. Ասեց իսիրելներ, հասկացեք մեկ բան, ինչ ցանեց ինքը, նա հնձում է։ He's not going away. Չասեցին դու անմեր ես ինչա որ Աստծոն ես. He is born again, բանտի մեջ իր կյանքը տվեց ամբողջովին, շաբաթը մեկ անգամ եղբայրը Հակոբ Ուլիկյանը կա շատ սերի եղբայրս այցելում է իրան, Աստծո խոսքն է իրան տարում, հոգևորապես նա, բայց իր կյանքը բանտի մեջ է, Աստծո շնորհի իր վրա է, ինչպես գողավազակը, որ ով գիտի ինչ կյանքային կապրել, ինչ մեղքերային կգործել, բայց Աստծո շնորհի իր վրա է, God's grace was upon him. Ու իրաց բացատրեցի, ասեցի նայեք, դուք աստվածային հարց եք տալիս, բայց աշխարհային պատասխան եք ուզում։ Չենք կարող եք պատասխանը տալ այդպես։ Մի չայնացեք Աստծո վրա, որ Աստված իր զավակը, եթե քո տղան, քո աղջիկը մի մեղ գործեր, որ բան կգնայի, դու կասեի գնա ինչ կուզես էի։ No, գետակ կայցելեի, գետակից է դու Աստծո հեռու պահի այդպիսի բաները։ Բայց չարը շարունակի թակարդները ամեն տեղ դնում է մեր, ամեն մի քայլափոխի թակարդներ կան։ The bait of Satan is God. I think it's by John Bevere. Թակարդները մենք բեյթ ենք դնում ձուկ բռնելուց, չէ՞։ Կարտի վրա մենք մի բան ենք դնում, խցում ենք որ ձուկ բռնենք, ձուկը տեսնում է գալիս է, ուտում է բռնվում է։ Սատանան նույնպես ունի իր թակարդները, իր կերերը, տարբեր բաներ այս աշխարհի մեջ, որ խցում է մեր ճանապարհի վրա, որ մեզ շեղի է Աստծոց։ Եվ ինչքան կարողանա մեզի Աստծոց շեղի, այդքան մեզի կարող հեշտությամբ կործանի։ Բայց մենք նկատում ենք այդ սխալը, Աստծո ներողություն ենք խնդրում եւ ի՞նչն է առաջանում այդտեղ։ Աստծո շնորհը։ His grace. What a gift. We take it for granted. We take it for granted. Մենք չենք նկատում ինչ կարևոր նվեր է տվել մեզ Աստված։ Մենք շատ անգամ քայլում ենք այդ շնորհի մեջով, չենք իմանում։ We walk into grace and not even know it. Romans 5:20 and 21. Ռոմայացու 5-րդ գլխի 20 եւ 21 համարները։ Կարճ այսօրվա քարոզը։ It's a short message, but I want the point to come across. Կարևորությունը լիքը համարներ կա, կարող կարդամ, չեմ ուզում ձեզի ոչ հոգնացեմ, ոչ քնցնեմ, բար ուզում եմ, որ այս խոսքը լավ
մի հատ մեր մտքերի հոգու սրտի մեջ տեղավորվի ինչ կարևորություն է եւ հեսա մի համար կարդալու որ ես շատ բան տեսել եմ հասնեմ դրան բացատրեմ Հռոմեացու 5-րդ գլխի 20 եւ 21 համարները Սակայն օրենքը եկավ որպեսի հանցանքը շատանա բայց որտեղ մեղքը շատացավ շնորհն առավել ևս շատացավ Moreover the law entered that the offense might abound but where sin abounded grace abounded much more Շատ ուժեղ համար Որպեսի ինչպես մեղքը թագավորեց մահով այնպես էլ շնորհը թագավորի արդարության միջոցով հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով so that a sin reigned in death even so grace might reign through righteousness to eternal life through Jesus Christ our Lord Մեղքը կա ամենտեղ Քայլում ես թակարդները, որ ասում է the bait of Satan, it's everywhere. But as sin abounds, grace abounds even more. Ոնց որ հոգևոր պատերազմ կա, մեղ, շնորհ Աստծո, մեղ, շնորհ Աստծո, ծածկում, որ մենք ինչու դատապարտության մեջ չլինենք։ Ինչի եմ շատ քարոզել, անցյալը թողեք անցյալում, մի կրեք ձեր հետ, մի քցեք ձեր ուսերի վրա, այլ շարունակ թող անցյալը անցյալում մնա եւ առաջ գնացեք Տիրոջի մոտ։ Ամեն։ Բայց այսպես մի հատ տխուր մի բան էլ կա սիրելիներ։ Երբ որ մարդիկ շահագործում են People abuse grace. Now how can that be? Romans 6:1 and 2. Հռոմեացի 6-րդ գլխի 1 եւ 2-րդ համարները։ Ուրեմն ինչի ուրեմն այս երկու համարները որ նոր կարտացի դրա հետևյալն է։ Ուրեմն ինչ ասենք մնանք մեղքի մեջ որ շնորհը շատանա What should we say then? Should we continue to sin that grace may abound? Խոսքը ասում է որտեղ որ մեղքը շատ է, այնտեղ շնորհն է շատ։ Սա ասում է ինչ ասենք հիմա։ Շարունակենք մեղքի մեջ, քանի որ շնորհը ավելի շատ է։ Certainly not. Քաննիդի մենք որ մեռանք մեղքի նկատմամբ այլևս ինչպես ապրենք դրա մեջ։ This is the ultimate thing about grace. Certainly now, how shall we who died to sin live any longer in it? Ինչու է այս խոսքը կարևոր։ Նայեք, ես լսել եմ շատ էսի ու տխրացնում են երբ լսում են։ Oh, God's grace is sufficient. Խոսքը այդպես օգտագործում են։ Don't use God's name in vain. Ասոանը սխալ չպիտի օգտագործվի։ Գերի էին պահում Սպիտակները սևամորտներին այս երկրի մեջ օգտագործելով Աստվածաշունչը in vain միտքը վերցնում էին փոխում էին ինչպես որ մարդու ձեռնատու էր եւ այդպես էլ օգտագործում էին they used it for their own benefits instead for what it is for and I've seen this God's grace is sufficient. Let me live my life the way I want to. Ապրեմ ինչպես որ ես ուզում եմ, քանի որ ինձ շնորհքը կա։ Շարունակեմ մեղքի մեջ, բայց խոսքը ասում ո՞նց կարաս դու ապրես մեղքի մեջ, որ դու ապաշխարեցիր։ Ոնց որ ապաշխարեցես, դու ասես լավ շարունակեմ դիապ։ No, Բիբլիան ասած է դու ներքինից փոխվեցիր։ Եթե դու սիրտը իսկապես տվիր Աստծուն, քո ներսը փոխված է, you change inside out. You are a new creation, the Bible says, նոր ստեղծագործություն ես։ How
can grace cover you if you're abusing grace? Շատ են ինձ նեղացնում էդի։ Մեր գործելու ենք սիրել, none of us is perfect. And that's when God's grace abounds. Մեր գործելու ենք, սխալ անելու ենք, մարդ ենք, մարմնի մեջ ենք ապրում։ Չխայնանում ես, չխայնությունը մեղ չի։ Եթե չայնացալու մեղ գործեցի ժամանակում է, որտեղ Աստվածը դա չայնանում։ Նեղվում է, տխրում է, լացում է դա։ Որտեղ ինչու իր ստեղծագործությունը ինչեր անում աշխարհի մեջ։ Ստեղծում է մարդուն ինչի համար, տալիս է պարգևներ, տալիս է նվերներ, ստեղծագործություններ եւ այլն, որտեղ սատանան ոչինչ չի կարա ստեղծագործի, նա միայն կարա ստեղծագործությունը վերցնի եւ քամել օգտագործել։ Մարդիկ ինձ կասեն էլեկտրիկ գիտարը սատանայից է։ Սատանան չի կարա էլեկտրիկ գիտար սարքի, չի կարա ստեղծագործի, բայց օգտագործեց այնպիսի մուզիկաներ առաջացան, որ մարդիկ սկսեցին ինստրումենտի վրա չայնանալ, ներվել կամ ես ինչ էր ասել։ Իսկ ես տեսել եմ այդ գիտար օգտագործվի Աստծուն արտադու, բեմից Աստծուն։ Oh, God's grace is sufficient. So let's go on living in sin. No. Աստծու շնորհքը որ կա, չի նշանակում, որ մենք կարող շարունակենք ապրել այդ մեղքի մեջ եւ կարծել որ դա օքեյ է։ Եվ ինչ է խոսքը ասում, ոչ բոլորը կմտնեն Աստծո թագավորություն ասելով Տեր, Lord, հիշում ես ես ինչ էր արեցի քո համար, հիշում ես որ ես ինչքան ծառայություն արեցի, ես քեզ չեմ ճանաչում ասել։ Չեմ ճանաչելու, I don't know what you know, I don't recognize you. Well, your grace covers me. Well, you know my grace covers you, but why did you continue your life? Why did your life change? Ինչի կյանքը չփոխվեց, ինչի փոփոխություններ չառաջացան, որտեղ սիրտը չփոխվեց, միտքը չփոխեց։ Ալեքսանդր ասեց, renew your mind. Միտքը փոփոխվի, եթե միտքը չփոխվեց, նույն կյանքը շարունակելու ես ապրել։ Anywhere from you look at it, you're going to continue living. Isn't that true, Engels? You go to college, what do you see all around you? People who don't know Him. And they live in sin. And they glorify sin. Oh, I did this and I did that. We got drunk. We got tipsy. That's a new word, right? Harpetsing. What was it? Harpats. Come, yes, harpats. Not a beautiful sin. You're from Yusuf's Harpmas. Head the stars. Yes, you just don't know. That's when I didn't know the Lord. If for us to check, but that's okay, God's grace is sufficient. But fortunately for us to make Janachumeng, all there Shanakumeng, I still hold Janapar. Says, maybe what the connect is nicht. Nicht make the highly them come nuts. I'm sure always be in front of the mirror and just saying, hey, that's this. How are you doing? Pasqualinska says, Mrs., how are you doing? I'm good, I'm doing good. Yeah, how's good? How good is your eyes, Mrs.? Huh? Աչքերդ ոնց են, եղբայր? Աչքերս լավ, չէ, ասում է, աչքերդ ինչի են նայում? Ուր է նայում աչքերդ? Ինտերնետը որ բացում ես, ուր է մտնում աչքերդ? Oh, is that what you're asking? I am. How's your relationship with your children? Ինչպես է քո հարաբերությունը երեխաների հետ? Ընտանիքի հետ, կնոջի հետ? How is your relationship? Հարցեր է տալիս, որ անկեղծ ես պատասխանելու եմ. I was going to be honest with you. Who am I kidding not to be honest? Ու խոսել Աստծո շնորհիվ. That's this. God's grace covers you. But don't abuse God's grace. Mi շահագործի Աստծո շնորհը. Աստծո շնորհը, Աստծո նվերնը, it's His gift to us. Որ տվել է մենք հասկանանք. But continue. Նորից Սաղմոս 23 միտքսը կա. I walk in the path of righteousness for whom? Քայլում եմ Տիրոջ արդարության ճանապարհում համար.
Իրեն համար։ Why? Because he gave his life. He gave his life. He կյանքը տվեց։ Մենք մեր կյանքը ինքան ենք խաղցրա, ոչ մեկի համար չենք ուզում։ Մեր զապակը դա։ I've seen people who lost their son, who lost their daughter. Բոլոր ծնող ասում աչքս չտեսնի իմ զավակիս մի բան հանգարց չունի։ Բայց ոմանք որ տեսնում են ինչ ցավալիա, ինչ ահռելի մի բան է։ God covers us. Աստված ծածկում է մեզ ամեն մեկի սիրել։ And with these few sentences, let me close it today. Մի քանի նախաբացությունով փակեմ այս ուղղախոսը։ Սիրելի ընտանիք, dear church family, we are not perfect. Կատարյալ չենք մենք։ We know that. But by giving our hearts to Christ, becoming born again, we can no longer live in sin. Ես մերտալով Հիսուս Քրիստոսի ընդունելով իրան մեր սրտի մեջ, մենք չենք կարող շարունակենք ապրելով մեղքի մեջ։ Ամեն։ Հույսով եմ կարողացա այս գեղեցիկ պարգևը, այս գեղեցիկ նվերը Աստծո կողմից փոխանցել քանի ստեղ 1, 2, 3, 4, 5, 6, 7 համարներով 100-ից ավել համարներ կան. There's over 100. I don't count exactly how many, but I know there's a lot on grace. Simple message, not complicated, but important. Շատ կարևոր։ Որ մենք հասկանանք, ինչն ամենակարևորը, որ չլինենք կեղծավոր։ Աստծո շնորհքը ծածկում է ինձ, շարունակեմ իմ կյանքս այսպես։ No, let's make changes. Yes, you do. Let's make amazing changes. Amen. Dear Lord Jesus. Եկեք վերջի երկի համար ոտքի կանգնենք և երկելով և ուրության ավատով հագենք այս վայրով
դպրոց որ գնում էինք լապին կետավ, որ դպրոց էինք գնում, ուսուցիչը կամ ուսուցչուհին տնային էր տալիս։ When we went to school, the teacher would give us homework. Sit down and talk about Christmas. Don't work in that guy's over, come in that Joshua. What's it is the man? What does it mean, God's grace? Hallelujah. Աստված օրհնի մեզ եւ պահի մեզ։ Աստված պայծառեցնի իր երեսը մեր վրա եւ ողորմի մեզ։ Աստված բարձրացնի իր երեսը մեր վրա եւ տա իր խաղաղությունը։ No Jesus, no peace. No Jesus, no peace. God bless you. Աստված օրհնի ձեզ։